Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ TV եթերում այս պահին Armenian Evening Business հաղորդաշարն է, ինչպես դուք գիտեք, Armenian Evening հաղորդման ընթացքում մենք հրավիրում ենք տարբեր հյուրերի մշակույթի ոլորտից, բայց այնուամենայնիվ բիզնեսը նույնպես մշակույթ է, նույնպես արվեստ է եւ Armenian Evening Business հաղորդաշարի ընթացքում մենք հրավիրում ենք մարդկանց, ովքեր հաջողություններ են հասել բիզնեսում, ովքեր ուզում են կիսվել իրենց փորձով եւ առհասարակ ծանոթացնել իրենց բիզնեսին։ Եվ սիրով ուզում եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրին, բիզնեսմեն, գործարար Մայիս Կարիբյան։ Մայիս ջան, բարի երեկո։ Ողջույն Արմեն, շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Շատ լավ, ես եմ շնորհակալ, սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ ներկայացնել, որ Մայիս Կարիբյանը արդեն 20 տարուց ավել այսպես իր մեծ լուման ունի ապահովագրության, խոսքը իհարկե health եւ life insurance-ի մասին է եւ real estate, այսինքն անշարժ գույքի, այսպես ոլորտի մեջ մոտավորապես 3000 հաճախորդ արդեն, 3000 հաճախորդ 20 տարի, բերանով եք ասում 20 տարի։ Եվ այսպես, ես կխնդրեմ մի քիչ մենք առանձնացնենք այսօրվա մեր հաղորդումը, մենք խոսենք նախ ապահովագրությունից, հետո խոսենք անշարժ գույքից։ Առաջին հարցս ես ուզում եմ քեզ տալ, ես իդեպ տալու եմ այդ հարցը եւ ապահովագրության վերաբերյալ եւ անշարժ գույքի։ Ինչու ես հաճախորդ Արմեն Թադևոսյանը պետք է դիմեմ life կամ health insurance-ի համար Մայիս Կարիբյանին, խնդրեմ։ Դե իհարկե նախ եւս մեկ անգամ Արմեն շատ շնորհակալ եմ ինձ հաճելի է քեզ ծանոթանալը։ Ես ուզում եմ մեջբերում անել, ինչքան եմ սիրել մեր բակ նայելը եւ այնտեղից քեզ հիշում եմ եւ երբ որ անձնապես ծանոթացա, դա պատիվ եմ համալում։ Շնորհակալ եմ։ Ինչի Մայիս Կարիբյանից թող ինքնագովազ չլինի, բայց երևի որտեվ շատ սիրում եմ այս գործը, հավատում եմ կարևորությունը այս product-ի, յուրաքանչյուր անհատ կլինի երիտասարդ թե տարիքով դա այնպիսի մի սերվիս է, որ յուրաքանչյուր անհատ կարիք ունի եւ ես սրտանց եմ անում իմ գործը հաճախորդին նայում եմ որպես հաճախորդ, չեմ նայում որպես, գիտես, այս հաճախորդից մեծ գումար եմ սարքելու նրանից փոքր տարբերություն, այո, իմ համար դա ամենակարևորն է, սրտանց օգնել, կարողանալ հաճախորդին տալ այն ինչի կարիքը ինքը ունի։ Դրա համար։ Շատ լավ։ Հիմա ես կցանկանամ մի քիչ ավելի առանձնացնենք life insurance-ը եւ health insurance-ը, այսինքն առողջության համար insurance-ը եւ life-ը։ Մի քիչ կխնդրեմ ավելի տարբերությունը ինձ ասես։ Այո, երկուսն էլ ինչպես նշեցի շատ կարեւոր է, որոշները միգուցե նոր են Ամերիկայում, որոշները արդեն որոշ ժամանակ։ Ամերիկայում ինչ գնում ես գինը ասելուց հետո երկրորդ բանը քեզ առաջարկում են ինշուրանս կնես։ Ամեն ինչի համար ինշուրանս կա։ Այո։ Եվ իհարկե եթե նայում ես այդ ամբողջ այդ ծախսերը կամ ինչ որ գնում ես կյանքում, ով է վճարում։ Անհատը։ Եվ շատ կարևոր է որ ինքը իր վրա ինշուրանս ունենա։ Հիմա ինչ վերաբերվում է կյանքի ապահովագրություն թե առողջության, երբեք չգիտես կյանքում ինչ կլինի։ Մարդ կարա տնից հեռու հիվանդանա, մարդ կարա դեպք պատահի մահանա, երկու դեպքում էլ դա ապահովագրություն է, ինքը մարդը հենց իր վրա եւ դա միևնույն ժամանակ կարող է փոխանցել իր ընտանիքին, որտեւ այդպիսի դեպքերում, որ ես իմ տարիների փորձում շատ եմ հանդիպել անհատների, որոնք ցավոք սրտի թե մահացել են, թե հիվանդացել, այն անհատները, ովքեր չեն ունեցել ապահովագրություն, հավատա այդ ցավը ավելի ծանր է։ Գոնե ֆինանսականը մի փոքր իրենց, այսպես ասած, ցավը կմեղմացնի, կտա ժամանակ, որպեսզի իրենց դարդը հոգան մինչև ոտիկ այնեն։ Գիտես, ես առհասարակ մի քիչ ավելի ուզում եմ ընդլայնեմ թեման։ Մեր հայերիս, մենք հայերս ինչպես են, միշտ մենք մտածում ենք մեր երեխաների մասին, չէ՞, դե սովորաբար մեր դեպքում մինչև մեր կյանքի վերջ երեխեքի մասին մտածում ենք։ Եվ կարծում եմ սա լավ միջոց է առհասարակ մտածելու քո երեխաների մասին, որովհետև դե բոլոր մարդիկ իհարկե մեծանում են, բոլոր մարդիկ իհարկե հիվանդություն եւ այլ եւ հենց այդ life insurance-ը ինքը օգնում է տվյալ պարագայում քո երեխաներին։ Այո, տես նշեցիր մեծանում են մարդիկ եւ շատ անգամներ մեր հայերը, որ գալիս են այս երկիր, շատ է լինում, որ ավելի բարձր տարիքում են գալի եւ իրանց ժամանակահատվածը ավելի քիչ է, որ կարողանան, չգիտեմ, մի investment անեն իրենց
ապագա երեխաների համար եւ life insurance-ը մանավանդ շատ հետաքրքիր ֆորմուլա, եթե ճիշտ օգտագործես, դա կդառնա ամենաէժան ձևի investment-ի մի փոխաջամիջոց քո ընտանիքին, քո երեխային, որ երբ որ դու այս երկրից գնաս, գոյնը ինքը ֆինանսապես ավելի բարձր մի տեղից սկսի իր կյանքը։ Եվ ես գտնում եմ, որ երբ որ նայում եմ իմ 20 տարիների փորձը, հիշում եմ, երբ որ նոր էի գործի մեջ, երևի առաջի 1-2 ժամը այն ժամանակ 10-15 տարի առաջ համոզում էի, որ դա լավ բան է։ Բայց այս վերջի տարիներին պարզ երևում է, որ այդ թեման այդքան էլ չենք խոսում, արդեն խոսում են գինից եւ ինչքան կարա։ Որտեղ մարդիկ համոզում են, որ դա կարեւոր է, այո։ Մանավանդ այս վերջի տարիներում ինչ եղավ, թե COVID-ի հետ կապված, թե մարդկանց հետ այս, չգիտեմ, պատերազմները ավելի վաղ ներշնչեց եւ մարդիկ ավելի լրջությամբ են նայում այդ հարցին։ Երկուսն էլ, հենց life-ն էլ, հենց health-ն էլ, երկուսն էլ կարևոր է։ Եվ ուզում եմ մեջբերում նաև անել, որ մարդկանց ֆինանսների մեջ բանկրապտությունների մեծամասնությունը գալիս է ապահովագրություն չունենալուց։ Մանավանդ health insurance, որտեղ մարդուն մի բան է լինում, եւ եթե ինքը health insurance չունեցավ, մի հատ emergency գնալը, մի հատ մեծ ծախս surgery ունենալը կարող է ամբողջ իր կյանքի հավաքած saving-ները այսպես օգտագործել։ Եվ առասարակ սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ եք կարծում համամիտ եւ մայիսը կլինի ինձ հետ համամիտ, որ դե բնականաբար տարիների ընթացքում փողը արժեզրկվում է, հա։ Փողը արժեզրկվում է եւ եկեք հիշենք օրինակ 20 տարի առաջ, 30 տարի ինչեր կարող ենք թույլ տալ, հա, X գումարով եւ ինչ այսօր։ Իսկ տվյալ պարագայում, այսինքն օգտագործելով ճիշտ ներդրած գումարը Եվ ասեմ ձեզ, որ չեմ կարծում, չէ, որ այդքան մեծ առելի գումարների մասին խոսքը չի գնում, չէ։ Ամեն տեսակի product կա, մարդիկ կան։ Ես միշտ փորձում եմ, երբ որ հաճախորդի հետ նստում եմ, ինչպես դոկտորը, որ մի հաճախորդի օգնում է, փորձում է հասկանալ իր խնդիրը, նույնիսկ ես փորձում եմ հասկանալ իրենց ֆինանսական խնդիրը, եւ ես միշտ ասում եմ $100 ամսական մի կողմ դնես լավ է 0-ից, 500 կարած դնես ավելի լավ, ինչքան որ կկարողանաս, բայց ես շատ անգամները նշում եմ, որ հարցը չափսի, գումարի չափսի մեջ չէ, այլ սովորության մեջ է։ Եվ շատ անգամներ ծնողներին եմ սովորացնում, որ ձեր երեխաներին սովորացրեք գումար խնայեն մի կողմ դնել, որտեղ Ամերիկան շատ մի հատ համակարգ է, որ ընկնում է մեջը, շատ արագ բոլորը այդ գետի մեջ անցնում գնում են, որ հենց գումար ստանում են, առաջի բանը բիլեր փակելն է, հետո նոր եթե տակը մի բան մնա խնայում են, բայց եթե փոխես այդ սովորությունը, երբ որ դու աշխատավարձ ես ստանում, առաջինը խնայես, նոր ծախսեր անես, արդեն այդ սովորությունը քեզ ավելի հաջողության կբերի ֆինանսապես։ Դա շատ հետաքրքիր է լսել, որովհետև շատ կարևոր է դա, եւ երկրորդը մենք ունենք էլի նույնպես հայերի մոտ կա, չէ, որ դե կարծում եմ Ամերիկայում այդպես չէ, բայց օրինակ Հայաստանում այն որ ասում եմ միջև դանակը ոսկորն չի հասնում, այո, ցավոք սրտի իրականությունն է շատ, այո, եւ եկեք չթողնենք, հա, որպեսզի դանակը հասնի ոսկորին, որովհետեւ տվյալ պարագայում իրոք այդ ամենը կարելի է կանխել, այսօր փառք դրա հնարավորությունը կա։ Եվ ուզում եմ ասել, որ շատ անգամ դա շատ մեծ ռիսկ է դառնում, որտեվ յուրաքանչյուր անհատ կարող է խնդրեմ ունենա, կարող է առողջական խնդիր ունենա եւ այդ դեպքում insurance company-ները ավելի դժվարությամբ են approve անում кейսերը, դրա համար ինչի թողենք ու ասածպես բանից անցնի նոր, Այսինքն որքան հնարավոր է շուտ, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ դա պարտադիր է անկախ նրանից որտեղ եք ապրում եւ health insurance-ը եւ life insurance-ը ես ուզում եմ գիտես մի քիչ ավելի մանրամասնորեն զրուցենք health եւ life, այսինքն հնարավորություն ունեն օրինակ ընդգրկվելով ստանալով health insurance, հետո փոխեն life insurance-ի, թե դա պետք է դա առանձին է։ Երկու տարբեր product-ներ են դրան, այո, բայց մի կարևորություն որ ասեմ, Obamacare-ը covered California-ն, որ մոտավորապես 8 տարուց ավել է արդեն կա, մինչև այդ health insurance-ի դեպքում նաև հաշվի էին առնում քո առողջական վիճակը, բայց 8 տարի առաջ, երբ որ covered California-ն հելավ, health insurance գնելուց էլ չեն հաշվի առնում քո առողջական վիճակը, ուղղակի տարվա ընթացքում դրել են 3 ամիս այդ հատվածը, որ այդ ընթացքում կարող ես գնել։ Երբ որ այդ ժամանակահատվածը փակվում է, նոյեմբերից մինչև հունվարի վերջը, էլ չես կարող գնել։ Ճիշտ է, առողջական կողմից լավ է, որ էլ չեն նայում քո առողջությանը, բայց չես կարող ասել, գիտես, ինչ հունիսին կամ
վատ կզգամ։ Հա, այդ ժամանակ որոշեմ էլ այդպես չի լինի։ So դրանք պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ health insurance-ը հիմնականը կախված է, եթե մարդ գնա emergency, մարդ ասենք թե իրան վնասի, այդ դեպքերն է փակում։ Life insurance-ը հիմնականը փակում է, եթե մարդը մահանա, եւ որոշ դեպքում է նաեւ policy-ների տեսակներ կան, որ եթե մարդը հիվանդանա, չկարողանա աշխատի, չկարողանա որոշ տեսակի ֆունկցիաներ անի իր բնական կյանքը ապրելով, այդ ժամանակ policy-ներ կան, որ կարող է ինքը այդ գումարը սկսել օգտվել իր ողջ կյանքի ընթացքում։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ այսքանից հետո էլ կասկած չմնաց եւ չէլ կարող մնալ, արդյոք պետք է թե պետք չէ, այո, պետք է։ Եվ իհարկե պետք է դիմել Մայիս Կարիբյանին, ով հսկայական փորձ ունի այս ոլորտում, եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել 20 տարուց ավել եւ մոտավորապես արդեն 3000 հաճախորդ, ես ուզում եմ ասել, որ մեր հաղորդումից հետո կլինի 3001, որովհետեւ ես նույնպես որոշեցի դիմել Մայիսին, իրոք դա անկեղծ եմ ասում, հեռախոսահամարը արդեն կլինի մեր էկրաններին, դուք որպեսզի կարողանաք դիմել, հենց արդեն իսկ կարող եք եթերից հետո դիմել եւ ապահովագրել թե ձեր կյանքը, թե ձեր առողջությունը, որովհետև հավատացեք, որ իրոք ամենաթանկ բանը դա առողջությունն է, դա այդպես թե այնպես եւ գուցե որոշակի առումով այլ բաների մասին մտածելով եկեք պարզապես մտածեք ձեր մոտիկների մասին այս հարցին դիմելու համար, որովհետև հավատացեք, որ առաջի հերթին բացի նրանից, որ իհարկե ձեզ պետք է այդ առողջությունը նաև պետք է ձեր կողքիններին, որովհետև հավատացեք, որքան նրանց կարող է վատ լինի, երբ դուք Աստված հեռու բայ որոշակի խնդիրներ ունենաք։ Սա մենք խոսեցինք փաստորեն ինշուրանսի մասին, health insurance, life insurance, իսկ հիմա արդեն այսպես սահուն անցում կատարենք այլ ոլորտին, որը նույնպես ներկայացնում է Մայիս Կարիբյանը, դա real estate անշարժ գույքն է։ Այո։ Անշարժ գույք, որը կարծում եմ այսպես ոչ քիչ պակաս կարևոր դեր ունի այս Միացյալ Նահանգներում, եթե ոչ կարևորագույններից մեկն է։ Եվ այսպես, real estate, այսինքն դու զբաղվում ես վաճառքով, տան առուվաճառ եւ նաեւ վարձակալություն, թե եթե տարիքը կա մեկ ուզում է վարձով տուն մանգամ, կարող եմ, բայց հիմնականը առուվաճառքի հետ է։ Շատ լավ։ Հիմա օրինակ տվյալ պարագայում մարդ ունի որոշակի առումով գումար եւ նա մտածում է ինչ անի այդ գումարով։ Մտածում է լավ ինչ անեմ այս գումարով։ Գնամ մեքենա առնեմ, չէ, տանեմ, դնեմ, չգիտեմ, միտեղ պահեմ, չէ։ Բարձի տա։ Եվ նա մտածում է, որ ամենաճիշտ շահավետ միջոցը, որովհետեւ դա տարիների ընթացքում էստեղ պարզ երևում է, որովհետեւ այսօր գնելով տուն մեկ տարուց հետո արդեն այդ տուն այդ գինը չի, միանգամից դա բարձրանում է։ Եվ գալիս եմ Մայիս Կարիբյանի մոտ, ասում եմ Մայիս ջան, ես ուզում եմ բնակարան գնամ, ունեմ այսքան X գումար։ Ինչ առաջարկում Մայիսը։ Նախ էլի, ինչպես նշեցի, փորձում եմ մարդու իրավիճակը հասկանալ, եւ ես միշտ սիրում եմ հաճախորդները միշտ ասում են, մանավանդ այս վերջի տարիները, որ էկոնոմիկան ավելի սենց անկախատեսելի փոփոխություններ ունենում, միշտ հարցում են իրոք այս հիմա լավ ժամանակ է ինվեստմենտ անելու, real estate գնելու։ Ուզում եմ նշել, որ երկու տեսակի ֆինանսական մարքետ կա։ Առաջինը ինչ է կատարվում իրական մարքետում եւ երկրորդը քո անձնական ֆինանսական իրավիճակը կա, որտեվ գիտես, կարող է հենց հիմա շատ լավ պահ լինի real estate գնելու, բայց եթե դու պատրաստ ես, քեզ համար լավ չի։ Դա շատ ուշադիր պիտի լինենք, նրբություն է, որ շատ անգամ մարդիկ լսում են էսի առավես։ Ոնց իմանաս, այսինքն դու պատրաստ ես։ Ես հատուկ հաշվարկներ կա, երբ որ նստում եմ մարդու հետ, նայում եմ, տենամ ինքը ինչքան եկամուտ է սարքում։ Այսինքն, եթե դու տեսնում ես, ես ուզում եմ դա անպայման մենք այդ Եթե ինքը պատրաստ չի, ասում եմ մի։ Դու ասում ես, այո, ասում եմ։ Այսինքն տվյալ պարագայում ոչ թե առաջնորդվում է Մայիսը, որ մարդը եկել է, չէ, ես պետքա փող աշխատեմ, այլ եթե տվյալ պարագայում այդ անձնավորությունը պատրաստ չէ այսօր, որ արդեն ազգում է, նա պարզապես խորհուրդ է տալի մի քիչ սպասել։ Որտեվ չեմ սիրի այդ նույն հաճախորդը 2-3 տարի հետո Արմեն զանգի ասի Մայիս, գիտես չեմ կամ payment-ը տամ, տունը կորցնում եմ։ Ես այդ դեպքում ինձ էլ կմեղադրեմ։ Իսկ եթե ես իմ խորհուրդը տալիս եմ եւ նա ինքը չի ասում ես անելու եմ, ես չեմ կարող իրան կոնտրոլ անեմ։ Բայց որպես մասնագետ կարծում եմ իմ բացատրության մի մասը դա է, որ անպայման բացատրեմ մարդը հասկանալով այդ քայլին գնա։
Իսկ օրինակ անշարժ գույք գնելիս, հա, տվյալ պարագայում ո՞րն է ավելի այսպես խորհուրդ է տալի գնել, օրինակ ավելի փոքրիկ, թե ավելի մեծ, ոնց են ասում, ոտը ճաշակին ընկեր չկա, ոտը ոնց են ասում, իր յորղան։ Այդ հին ասացվածքը պետք է չմոռանանք, Արմեն, կարծում եմ դա շատ կարևոր է մեր հաշվարկների մեջ։ Եվ երկրորդը միշտ քաջալերում եմ, ասում եմ, առաջին անձնականը քո տունը առ։ Որտեվ շատ մարդիկ, երբ որ գալիս են Ամերիկա, բնականաբար առաջի 1 տարինա, 3 տարինա, 5 տարինա ցավոք սրտի մարդիկ կան 10 տարուց ավելացել դեռ վարձով են մնում, եւ շատ անգամներ դա գալիս է, որտեվ իրենց ճիշտ խորհրդատու չէ, խորհուրդ ճիշտ մարդկանցից չեն վերցնում։ Սա առաջի բանը ասում եմ, եթե ինվեստմենտ ես ուզում անես, թեկուզ փոքր մի տուն, բայց քո համար առ, որտեվ այդ վարձը եթե տալիս ես հիմնականը կորուստ է դառնում, բայց եթե ինչպես նշեցիր, մի բնակարան առնես վերցնենք վերջի 2 տարին, 5 տարին, ինչ տուն նայում ես, գինը մենակ թանկանում է։ Այո, եւ առհասարակ կարծում եմ իրոք, երբ որ վարձ եք տալիս եւ գնում եք տունը, այդ վարձը, եթե վարձ իրոք կորում է, ապա գնելու դեպքում մի գրպանից մյուս գրպանն է գնում, դա ձեզ է մնում։ Բայց ես հիմա ուզում եմ անպայման այ խոսենք մի քիչ այդ թեմայի շուրջ, կարծում եմ մի քիչ դու էլ կպարզաբանես, ինչու է այդքան թանկ եւ կարծում եմ եւ առհասարակ այդ տների, հա, այսպես գները ինչու է թանկ, որովհետեւ ինքը իրոք բարձրանում է, չէ, նո հասկանալի է ամեն ինչ, բայց ինչու է այդքան բարձրանում, ինչքան այդքան թանկ։ Նայ, գիտես Արմեն, ընդհանրապես երբ որ նայում ես ֆինանսական մարքեթը, այս դեպքում real estate-ը խոսալուց, երբ որ նայում ես ամեն մոտավորապես 8-ից 10 տարին մեկ մարքեթը փոփոխվում էր։ Այսինքն real estate-ը բարձրանում էր 8-ից 10 տարին մեկ, circulation էր լինում, ընկնում էր, նայած ինչ տարածքներ կար մինչև 10% գինը ընկնում, տարածքներ կար մինչև 30, բայց հիմնականում եթե վերցնենք վերջի 80 տարին, ամեն 8-ից 10 տարին մեկ այդ circle-ը լինում էր, բայց այս վերջի տարիները մի քիչ դժվար է դա, ավելի ժամանակահատվածը դժվարանում ենք կոնկրետ ասենք, ինչի է լինում տարբեր ֆակտորներ կա, սկսած COVID-ը շատ մարքեթներ, շատ բիզնեսներ, շատ ինդուստրիաներ, այսպես ասած խառնեց իրար, որ շատ դժվար է հիմա հասկանալ real estate ուր կգնա եւ ընդհանրապես ինչ որ կատարվեց այս վերջի 2-3 տարիների ընթացքում թե government պրոգրամներից որ մարդիկ օգտվեցին SBA լոներից դրանք սաղ կետեր են որ անպայման ազդում են real estate-ի աճի վրա թե ինչքան արագ կաճի ինչի եւ վերջի այս 2-3 տարին շատ ահավոր ձևի real estate-ը իր բնական որ եթե նայում ես էլի տարիների ընթացքում real estate-ը ընդհանրապես 7-ից 8% մոտավորապես տարեկան աճ է տալի, բայց եթե վերցնենք վերջի 2-ից 4 տարվա կտրվածքը, երևի տարին 15-ից մինչև 30% աճ է տվել։ Որտեղ մարդկանց ձեռը գումար էր գալի, իրանք այսպես ասած մի տան վրա offer էին տալի, որ այդ տունը այդ area-ի մեջ այդքան գին չուներ, բայց competition-ը այնքան շատ էր, ոնց որ fake փուչիկի նման գները բացացավ։ Դե նույն այդ փուչիկը տեղի ունեցավ 2008 թվականին, երբ որ ամեն ինչ այսպես փլուզվեց, եւ կարծում եմ գները տների գները եկան հասան, էրիաներ կար մինչև 40% իջել է 40% իջան, որ ավելի նորմալ էր։ Փաստորեն էլի աճեց եւ հիմա լավ այդ դեպքում հիմա շատերին մեր հերոստատիտողներին կհետաքրքրի բալավ հիմա այս փուչիկը երբ է տրակելու։ Նայ ճիշտ ասած վախում եմ այդ հարցին պատասխանեմ, որտեվ ես էլ լինելով այդ տարիներ այս ինդուստրիայի մեջ չեմ կարող կոնկրետ պատասխան տամ երբ կլինի, բայց մի բան հաստատ կարող եմ ասել։ Քո գումարը պետք է ինվեստ անես, որտեվ գումարը եթե դնում ես բանկում կամ չգիտեմ բարձի տակ, որտեղ դնում ես ինֆլյացիան տարեկան 5%-ից ավել է, 5-ից 7%, այսինքն իրականության մեջ եթե քո գումարը չես ներդնում միտեղ, որը գոնե ինֆլյացիային կհաղթի, դու automatically հետ ես ընկնում։ Այսօրվա քո $1000 կամ $100,000 մյուս տարի կունենա $950 կամ $95,000 ուժ, որտեղ ինֆլյացիան միշտ աշխատում է։ Այսինքն ավելի այսպես ձեռնտու է ոչ թե դնել որպես հա ավանդ, հա բանկում, հա այլ ավելի ճիշտ է real estate տարբեր ձևի ֆինանսական product-ներ կա եւ ես չեմ ասում մենակ real estate-ն է լավ investment-ը, real estate-ը ամենալավ investment-ներից մեկն է, բայց միգուցե մարդը չի կարող real estate գնել
ուրիշ ձև կարող է իր փողը խնայել, ինվեստ անել, միջև այդ գումարը մեծանա, որ հնարավորություն կդառնա նաև real estate գնելու։ Այսինքն, երբ որ ես նստում եմ հաճախորդի հետ, դրանք ամեն ինչը հաշվի եմ առնում։ Եվ շատ անգամներ ինչ անի այդ դեպքում, որպեսզի հասցնի, որ կարողանա ձեռք բերել։ Գիտես, ես միշտ խորհուրդ եմ տալի, եթե դեռ չես կարող գոնե 10 կամ 20% կանխիկ դնել, down դնել եւ տուն գնել, նշանակում է դեռ պատրաստ չես, որտեվ լիքը loan պրոգրամներ կա, որ 3%, 5%-ով կարող ես դնել եւ գումարը առնել։ Հարց, ինչի՞ է մարդ 3%-ով առնում։ Մեծամասնության պատասխանը, որտեղ ինքը շատ գումար չունի։ Այսինքն, եթե դու ընդհանրապես այդ քո հավաքած գումարը մենակ down payment-ի համար ես դնում, կյանքում ամեն ձևի սուրպրայզներ կարա լինի։ Մարդը կարող է կորցնել իր գործը, մարդը կարող է մի հատ փորձանքի գալ, եւ եթե դու այդ գումարը դնելուց հետո ուրիշ էքստրա գումար չունես, քո ֆինանսական աշխարհը կարա շատ արագ ձևի փլուզվի։ Բայց տես, ասում ես 10-20%, բայց այնուամենայնիվ այսպես թե այնպես ռիսկի գործոն կա, որովհետև հա, գուցե այս մարդը այսօր ունի այդ down payment-ի 10-20%, ունի աշխատանք, բայց մեկ է տեսար, հա, 1 տարուց կամ կես տարուց եւ այլ ամեն ամբողջ գումարը մի դիր տունը առնելուց, եթե ունես 100,000, մի վեկալ այդ 100,000-ը դիր կանխիկ 20% down ու 0-ի վրա տունը առ։ Ամեն ինչ կարա լինի, միշտ պիտի զապազ ունենաս։ Բայց գիտես նաև ինչումն է հարցը։ Ես գտնում եմ, որ այնուամենայնիվ, եթե վերցնենք միջին աշխատավարձը եւ այսպես տան, վերցնենք վարձակալության անգամ, ես չեմ ասում հələ գնելու դեպքում։ Ինքը էլի անհամեմատ շատ թանկ է։ Այո, որտեղ տոկոսներն է բարձրացել են Արմեն վերջերս, որը բավականին մեծ փոփոխություն է տալի payment-ների մեջ։ Եվ եթե նայում ես real estate-ը, այս վերջերս ավելի ակտիվությունը թուլացել է, ոչ թե նրա համար, որ մարդիկ չեն ուզում առնել, այլ մարդը ասում է, լավ, ես իմ տունը ծախեմ, այդ համ ուրիշը առնեմ, ավելի թանկ տոկոսով, կամ մեկը, որ քո ասացի պես աշխատավարձը հերիքում էր, այն ժամանակ եթե հետ գնանք 2 տարի առաջ տոկոսների 3-4% էր, հա, ինքը այդ payment-ից չէր վախենում, բայց հիմա այդ համ տանգինն է մի քիչ բարձրացել, համ տոկոսները մարդը նայում է այդ payment-ին արդեն ինքը լուրջ պիտի այդ պատասխանատվությունը վեկալի, արդյոք կարողանալու ես վճարես։ Հիմա շատ մարդիկ որոշում են, բայց հետ են կայանում։ Հետ է կայանում։ Այ ջան, բայց ամենայն դեպս եթե այսինքն այսօր դժվար է, որ ասում ես դժվար է ապագային ոնց ալնելու։ Հա, ու ապագա խոսենք, եթե դժվար է հիմա, բալավ այդ դեպքում ինչու չի իջնում տների գները։ Դե հələ որ մարդկանց եթե հələ որ մարդկանց ձեռքը հələ փող կա, մարդկանց ձեռքը փող կա, բայց հավատում եմ իմ կարծիքով, սա ուղղակի իմ կարծիքն է, ես կարծում եմ որոշակի ժամանակ հետո real estate-ը եթե չընկնի էլ, բայց անպայման կսառի, ավելի դանդաղ կաճի եւ որոշ էրիաներում անպայման կընկնի գինը, որտեվ իրոք մարդկանց մեծ հոսք կա, ինչ կատարվում է աշխարհով մեկ, Ամերիկայի տնտեսությունը, թե մարդկանց քանակը ինչքան շատանում է, դրանք բոլորը ֆակտորներ են, որ real estate-ի վրա ազդելու է եւ շատ անգամներ այս վերջերս ուսումնասիրություն անելուց նկատում ենք, որ ավելի թանկանոց քաղաքներից, ավելի թանկանոց տների էրիաներից մարդիկ գնում են ավելի էժան տեղեր, այսինքն activity լինելու է, բայց էլի տան գները հնարավոր է, որ որոշ չափի ընկնի եւ հնարավորությունները ավելի մեծանա։ Լավ, իսկ ես նաև մի գիտես ինչ հարց ինձ հետաքրքրում, այստեղից բնականաբար անշարժ գույք են գնում տարբեր երկրներում, օրինակ Հայաստանում, իսկ եթե մարդը ապրում է ոչ Միացյալ Նահանգներում, այ ինքը ցանկանում է որպեսզի կապ հաստատի քեզ հետ եւ ձեռք բերի անշարժ գույք։ Այսինքն ուրիշ երկրից այստեղ ինվեստմենտ։ Դա հնարավորություն կա, option-ները ավելի իհարկե քչոտ են, որտեղ յուրաքանչյուր բանկ սիրում է ինքը ֆինանսավորի այստեղու մարդու, այստեղու դոկումենտով մարդու, բայց իհարկե մեր օֆիսը, մեր real estate-ի օֆիսը, բացի real estate-ից մենք ունենք mortgage division-ը, Այս խնդրեմ մի քիչ մանրամասնես նաև mortgage division-ը, քանի որ ունենք, մեր բրոկերը փորձում է այնպիսի բանկերի հետ կոնտրակտ ունենալ, որպեսզի յուրաքանչյուր տեսակի հաճախորդի կարողանանք սերվիս տալ։ Եվ այո, տենց դեպքեր շատ են լինում, որ ուրիշ երկրից գալիս են ուզում են ինվեստմենտ անեն։ Այդ դեպքում իհարկե down payment ավելի մի քիչ բարձր է բանկը ուզում, եթե
այստեղու բնակչին կարող է 10%-ով ֆինանսավորել, 10% դանով, այդ դեպքում օտար երկրից մեկը, որ ստե դոկումենտ չունի, հիմնականը կարա ասի գիտես ինչ մինիմում 30% պիտի կանխիկ դնես, որ հա, 8% ավելի բնականաբար բարձր կլինի, բայց option-ներ կա։ Իսկ օրինակ մարդ օրինակ ունի կանխիկ գումար, կամ ունի այդքան գումար, որ ինքը ուզում է ոչ թե down payment-ով, այլ գամ մի անգամից Այդ դեպքում ես դա կա ռիսկային գործն, բա որտե։ Այո, այդ դեպքում ես միշտ ասում եմ, այդ դեպքում եթե cash-ը պետք է հասկանաս թե գումարը ոնց է տրանսֆեր անելու Ամերիկայի բանկերի հետ կամ ոնց է վճարելու, տարբեր սերվիսներ կա, որ մարդիկ օգտվում են ուղղակի իրանք պիտի օքեյ լինեն այդ մեծ գումարը տրանսֆեր անելուց կամ բերելուց դե բավականին տոկոս են պահում։ Դե եթե ինքը այդքան գումար ունի, մի փոքր էնել կտա։ Սա եթե cash ունի իհարկե ինքը մեծ շահույթ կունենա, որտեվ այդ տոկոսով վերցնելը բավականին արդեն մեծ տոկոս։ խնայում ես դու։ Գիտես ինչ է հետաքրքիր ինձ։ Համարենք օրինակ X գումար ենք վերցնում, X գումար արժի այս տունը։ Այսօր երբ որ մարդը վերցնում է օրինակ 30 տարով տունը, հա, վերցնում 30 տարում այդ X գումարի քանի տոկոսն ավելանում, մոտավոր։ Ընդհանրապես ասեմ, եթե օրինակի համար մեկը գնել է 500,000-նոց տուն եւ դրել է 50,000 down, 450,000-ը ինքը բանկից լոն է վերցրել։ Մոտավորապես 2 անգամ եւ մի քիչ էլ ավել, այսինքն 900,000 մինչեւ 1 միլիոն իր վրա նստելու է։ Տոկոսով, ինշորանսով, թաքսով, այո։ Դա բավականին իրոք Եվ դա համարվում է էժան, հա, ես ավելի մաչել։ General calculation միշտ տենց է։ Հիմա ավելի շատ է, որովհետև տոկոսը բարձր է։ Եվ այդ տան mortgage-ի այդ loan amortization-ները այնպես է կառուցված հաշվարկ այդ տոկոսային, որ առաջի 10 տարին ամենաշատը տոկոսին է գնում։ Նոր հետո այդ տոկոսային հարաբերությունը փոխվում է, այսինքն եթե քո payment-ը 2000 է, առաջի 10 տարին երևի 1000 մոտավորապես 5-600-ը կգնա տոկոսին, 4-500-ը կգնա բալանսը կիչացնի, հետո 10 տարի հետո տեղերը կփոխվի։ Էլի 2000 տալուց maybe 1100-ը բալանսը կիչնի 900 տոկոսի վրա։ Շատ լավ, Մայիս ջան, եւ գիտես ինչ է ինձ հետաքրքիր, համենայն դեպս եթե մարդը վերցրեց գումար, հա, այսպես անենք։ Նաեւ երևի խորհուրդ տաս, որոշակի գումարով վերցրել է, հա։ Եվ դե աշխատանքը կա, ամեն ինչ կա, շարունակում է payment-ներ անում, մուծումներ անում, բայց մեկ էլ հոп մի օր այդպես ստացվեց։ Ինքը պաշտպանված է թե ոչ։ Իհարկե բանկերը որոշակի ժամանակ քեզ տալիս են։ Այսինքն արի բացատրենք մեր հեռուստադիտողներին, որ որոշ ամեն բանկ տարբեր օրենքներ ունի, բայց ես general պատասխանեմ։ Յուրաքանչյուր բանկ իրանց հետ եթե զանգես, ասես գիտես ինչ ես դժվարություն եմ ունենում, իրանք փորձում են քո դրության մեջ մտնել եւ ասեն գիտես ինչ, օքեյ լավ, այս ամիս չես կարող տաս, մենք քեզի օրինակ 60 օր կամ 30 օր ժամանակ կտանք, որ այդ payment-ը կարողանաս հետ տաս։ Եվ շատ անգամներ ասում են գիտես ինչ payment-ը քիչ-քիչ դուր, բայց գոնե մյուս 6 ամիսների ընթացքում դու պետք է գաս հասնես այն բնական հոսքին, ոնց որ գնում էր նոր էլի սկսե շարունակել։ Option-ներ կա, միշտ բանկը չի ուզում ինքը այդ լոնը իր վրա մնա, ինքը միշտ փորձելու է հաճախորդի հետ աշխատել, այո։ Իսկ եթե այսպես թող չստացվի այդպես ոչ մեկի մոտ, բայց չի ստացվում, այդ դեպքում այսինքն տունը փաստորեն այդ դեպքում արդեն process է սկսում, որ 90 օր օրինակ payment-ը չստանալուց հետո արդեն ուրիշ process է սկսում, foreclosure process է կոչվում, որից հետո արդեն բանկը ավելի aggressive է քո հետևից փորձելու օրենքի մեջ փորձի քո հետ deal կապել, որ մնա, բայց եթե դու էլի չես տալու, վերջի վերջո այդ տունը գնալու է բանկին։ Դե ամենայն դեպս սիրելի հեռուստադիտողներ, եթե ուզում եք, որ այդպես չլինի, դրա համար առաջարկում եմ անպայման դիմել Մայիս Կարիբյանին, որովհետև հենց ի սկզբանե Մայիսը հենց այդ մոտեցումն է ցուցաբերում եւ տեսնում է իրոք մարդը կարող է թե չէ, խորհուրդ է տալիս եւ կարծում եմ միջև վերջ նաեւ այսպես աջակցում է, օգնում է, որպեսզի տվյալ մարդը այդ խնդիրները չունենա։ Դե խնդրեմ այս եւս մեկ անգամ հեռախոսահամարը կլինի ձեր էկրաններին, սիրելի հեռուստադիտողներ, անշարժ գույքի, real estate եւ insurance-ի համար անպայման դիմեք Մայիս Կարիբյանին, կարծում եմ այսօր մենք որ խոսեցինք այս ամենի մասին, ավելի քան ապացույց է, թե որքան գրագետ, որքան ճիշտ աշխատանք է տանում Մայիսը, ես իրոք հաջողություններ եմ մաղթում։ Հիմա կցանկանամ մի քիչ աշխատանքից
մի քիչ փոխվենք դեպի գանք այսպես ծանոթանանք Մայիս Կարիբյանին որպես անձնական կյանքում հրաշալի բալիկներ ունես, հրաշալի ընտանիք ունես, կխնդրեմ նաև մեր հեռուստադիտողներին մի քիչ պատմես քո մասին։ Ես առիթի դեպքում միշտ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինձ օրհնել է։ Ես ունեմ լավ կին, 3 հատ երեխաներ, 2 աղջիկ, մի տղա։ Ցանկանում եմ նրանք, ովքեր ընտանիք չունեն, լավ ընտանիքներ կազմեն եւ լավ օրինակ լինեն։ Ես հավատում եմ, ես ինչ որ անում եմ կյանքում, պետք է առաջին օրինակ լինեմ ինքս ինձ, իմ ընտանիքին, իմ շրջապատին, դրա համար ամեն օր կարևորություն եմ համարում, որ պատասխանատու լինես քո քայլերի մեջ, ինչպես ես կյանքդ ապրում, ինչպես ես քո օրերը անցկացնում, որտեվ շատ անգամ մեր երեխաներին Արմեն, ես կարծում եմ պետք չի ամեն ինչ ասես, ավելի լավ է անես թող իրանք տենան։ Այո, իրանք տեսնեն, շատ ճիշտ, այո, շատ ճիշտ խոսքեր, իրոք ավելի լավ է սուս անելով, առանց ոչ մի բան, որովհետև այնուամենայնիվ երեխան իհարկե տարիների ընթացքում այդ ամենը կգնահատի։ Իսկ տանը կինդ ինչով է զբաղվում, էլի ասպարեզում։ Մեյքափ արտիստ է, այդպես գեղեցկության հետ կապված գործեր անում, եւ ամենամեծ գործը երեխեքին է նայում։ Դե երեխաների կարծում եմ ամենակարևոր դե ամենամեծ երեխային է նայում։ Իսկ կցանկանաս օրինակ, գիտես, սովորաբար միշտ այդ հարցը տալիս ենք մեր այսպես մշակույթի ոլորտի, որ միշտ ասում են կցանկանաք որպեսզի երեխաները ձեր ուղին ընտրեն եւ բնականաբար մեծամասամբ իհարկե լսում ես պատասխան, որ ոնց երեխան կորոշի, մենք պարզապես իրենց կօգնենք, չնայած եթե լինեմ անկեղծ մեր ոլորտի մարդիկ այսպես անձնական զրույցներում ասում են որ չէ, ավելի լավ մեր ոլորտը չլինի, բայց ամենայն դեպս եթե իմ երեխան ինձի հարցնի, ես կասեմ, օրինակ ես սիրում եմ, եթե դու քեզ տենում ես այս գործի մեջ, կկարողանաս հաճախորդներին սիրով օգնել, համբերել, որտեղ ես յուրաքանչյուր բիզնես գործ, որ դու ես մարդկանց հետ շփվում, ամենաերևի դժվար գործերից մեկը մարդկանց հետ աշխատելն է։ Եթե կսիրի, ինչի՞ չէ, թող անի, բայց եթե չէ, թող ինքը ընտրի ինչ ուզում է։ Կարևորը ես ասում եմ, երբ որ մարդ ընտրություն անում Արմեն եւ ընտրում է մի բան կյանքում անի, որպես կարիերա եմ ասում, սիրելով, անգլերեն ասում է խոսքը when you love what you do you never have to work again, այսինքն պետք չի աշխատես, դա շատ կարեւոր է։ Եվ երբ որ մի բան սիրով ես անում, մարդիկ տեսնում են դա եւ բացի այդ էլ Աստված օրհնում է քո գործը։ Մարդիկ քեզ ավելի շատ հաճախորդ են բերում։ Դրա համար գործը մեր կյանքում մեր օրվա ժամերի մեծ մասը գործի մեջ ենք դնում։ Ումա պետք է եթե մի բան անես չսիրելով։ Պետք է սիրել։ Ես 20 տարի անում եմ, մինչև հիմա չեմ հիշում մի օր Արմեն, որ հելնեմ ասեմ, ուֆ, էլի ես զանգեր էլի ես հաճախորդ էսի բողոք։ Գործա դժվարություն կա, բայց սիրով եմ անում։ Թեկուզ այդ փնփնթոցները, դժվարությունները, բողոքները, լավ բաները, վատ բաները սիրով եմ անում։ Շատ լավ։ Մայժյան, դե իրոք շատ շնորհակալ եմ քեզ այսօր հյուրընկալվելու։ Իրոք հրաշալի զրույց ունեցանք։ Ես եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, անպայման հորդորում եմ ձեզ դիմել Մայիս Կարիբյանին, մասնագետ, ով 20 տարուց ավել արդեն ապահովագրության եւ real estate ոլորտում շատ մեծ փորձ ունի եւ միանշանակ կօգնի ձեզ այս հարցերում, իսկ դա հարցեր են, որը կարծում եմ յուրաքանչյուր մարդ այստեղ ապրող ամեն օր առնչվում է, որովհետեւ դա ամենակարևոր հարցերից է, այսպես ասեմ, եւ անշարժ գույքը եւ ապահովագրությունը, այնպես որ անպայման դիմեք Մայիս Կարիբյանին եւ դուք իհարկե կշահեք։ Իդեպ դու օրինակ ինքդ արդեն live insurance արել ես օրինակ։ Իհարկե, դու արել, որտեղ մեր հեռուստադիտողները հիմա կհարցնեն, հալա բասում ասում է, իսկ ինքը, այ դու արդեն, այսինքն դու երբ որ մտա գործի մեջ 2002 թվից, հենց այս թվից առաջի բալասներից մեկը ունեցել եմ եւ բացի ոչ թե մենակ ես, իմ մոտիկները, ծանոթները բոլորին էլ փորձել եմ օգնել եւ շատ-շատերը իմ միջոցով ունեն այդ սերվիսները եւ բոլորին է քաջալերում եմ։ Չեմ ստիպում, բայց քաջալերում եմ։ Մայջան, եւս մեկ անգամ շնորհակալություն, եթե մի երկու բառ ունես մեր հեռուստադիտողներին խնդրում եմ կարող ես ասել։ Էլի քեզի շնորհակալություն այս ստուդիային, շնորհակալություն այս հաղորդման համար։ Սրտիս մեջ ինչ կա։ Մենք լավ ազգ ենք, Արմեն, խելացի ազգ ենք։ Շատ բաներ կարող կյանքում հասնենք, առաջինը պետք է հավատանք Աստծուն, շնորհակալ միշտ լինենք, շնորհակալ սիրտ ունենանք։ Յուրաքանչյուր իրավիճակում, երբ որ մարդ արթնանում է,
Եվ առաջի բանը ասում եմ, ասած փառք ես, այսօր արթնացա, շատ մարդիկ այսօր չեն արթնացել։ Այդ շնորհակալ սիրտը եւ քո պոտենցիալը միշտ max out անես։ Մենք բոլորս այնքան շատ բան կարանք անենք, բայց ինչի չենք անում, որտեվ չենք հավատում, չենք փորձում, չենք ձգտում։ Իսկ եթե պատկերացրա, նայի քո կյանքը, ուր որ հասել ես, քո պոտենցիալի երևի 10%-ով ես այդտեղած, հələ պատկերացրա դրա 30% անես, ինչեր կստեղծես կյանքում։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ իրոք այդ բնավորություն, այդ ուրախ սրտով արթնանաք, ձեր լավագույնը անեք ու փոխեք ձեր կյանքը, երբ որ դու քո կյանքը փոխես, քո շուրջն էլ կփոխվի։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Անչափ Մայզյան։ Սիրելի հեռուստադիտողներ, Armenian Evening Business հաղորդումներ եթերում, այնպես որ մենք մեր հաղորդման այսպես Armenian Evening Business հաղորդման ժամանակ բացահայտում ենք տարբեր մարդկանց բիզնեսի հաջողությունը, խորհուրդ ենք տալիս, այնպես որ եթե դուք ունեք բիզնես եւ ուզում եք անպայման որպեսզի բոլորը իմանան դրա մասին, կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով եւ մենք անպայման սիրով կյուրընկալենք մեզ մոտ տաղավարում։ Մինչ նոր հանդիպում։